Սիրված ու տաղանդավոր դերասան Արսեն Լևոնյանն այս շրջանում Ելենա Արշակյանի «Ծով աչքերի» պատճառով հեռուստասերիալի դերասանական կազմում է, որտեղ մարմնավորում է գլխավոր կերպարներից մեկին՝ Գոռին։ Նրա կերպարը սիրված ու ընդունված է հեռուստադիտողի կողմից։ Դերասանը, չնայած իր հայտնիությանը, չի փորձում լինել չափազանց ակտիվ սոցիալական ցանցերում, նա նախընտրում է պահել իր անձնական կյանքը անձնական տարածքում, հեռու հրապարակային աղմուկից։ Այնուամենայնիվ, ժամանակ առ ժամանակ նա իր հետևորդներին ուրախացնում է ընտանեկան ու ջերմ լուսանկարներով, որոնք հաճախ արտահայտում են սիրո, հարգանքի ու մտերմության մի յուրահատուկ մթնոլորտ։ Արսեն Լևոնյանը մեծ նշանակություն է տալիս ընտանիքին, նա հատկապես ջերմ ու խոր հարաբերություններ ունի իր եղբոր, հայտնի դերասան Խորեն Լևոնյանի որդիների հետ։ Չնայած տարիքային տարբերությանը, նրանց միջև ձևավորվել է ընկերական, գրեթե եղբայրական կապ։ Արսենը հաճախ է խոսում այն մասին, որ ընտանիքը նրա ամենամեծ հենարանն է և կյանքում, և ստեղծագործական ճանապարհին։ Մի առիթով Արսեն Լևոնյանը պատմել է, որ Խորեն Լևոնյանի որդին, ում նա շատ է սիրում և գնահատում, իրեն յուրահատուկ նվեր է արել։ Արմենը գիտի, որ ես Թուփակ եմ սիրում ու ինձ նվեր ա բերել։ Ապրի իմ տղեն, ձեռը վար ախպեր, ցավը տանեմ։ Թե ինչպես պատահեց, որ Արսեն Լևոնյանը հայտնվեց հեռուստասերիալներում, պատմել էր դերասանը դեռ տարիներ առաջ։ Նախ խոսենք ձեր կերպարի մասին։ Սերիալում դերասանին փոխարինելու առաջարկն ինչպես եղավ հարցին, դերասանը պատասխանել էր շատ պատահական, այնպես էր, որ ես որոշ ժամանակ առաջ թատրոնից դուրս էի եկել և այդ մի քանի ամսվա ընթացքում գործունեությամբ զբաղված չէի։ Զանգահարեցին Արմենիա հեռուստաընկերությունից, գնացի հանդիպման ու առաջարկ ստացա, համաձայնեցի միայն մի պայմանով՝ կերպարը կկերտեմ, ինչպես ինքս եմ պատկերացնում։ Վերջին շրջանում դերասան Արսեն Լևոնյանի անձը ամենաքննարկվողներից է սոցցանցերում։ Դերասանին այն հարցին, թե ինչպես եք վերաբերվում ձեր անձնական կյանքի մասին տարածվող լուրերին, նա պատասխանել էր. «Եթե հայտարարելու լինեմ, կհայտարարեմ, ես դրան վերաբերում եմ նորմալ, փաստորեն ես այդքան կամ, որի մասին լուրեր են պտտվում, դա համարում եմ միայն ուրախալի փաստ»։ Արսեն, երբեմն ձեզ նմանեցնում են ձեր եղբորը դերասան Խորեն Լևոնյանին, այդ հանգամանքը ձեզ ուրախացնում է, թե արդեն նաև նյարդայնացնում։ Միայն ուրախ եմ, որ ինձ համեմատում են իմ եղբոր հետ, որովհետև եղբորը չի կարող նման չլինել, նախ որովհետև նույն հորից և մորից են, երկրորդ դրանից գեղեցիկ բան չկա, և հետո արվեստը չի կարելի կապել նմանության հետ, դա պարապ-սարապ մարդկանց գործն է, ես միշտ նյարդայնացել եմ նման մարդկանցից։ Բանն այն է, որ նմանեցնում են ոչ թե արտաքինը, այլ խաղը։ Ես էլ ասում եմ, եղբորը ոնց կարող է նման չլինել։ Երբեմն այնպիսի տպավորություն է, որ արտաքինը, անձնական կապերը ձեր ոլորտում առաջնային են, իսկ տաղանդը մղվել է երկրորդ պլան, ինչ կասեք։ Բնականաբար սխալ է։ Այդ հարցը հղեք ռեժիսորներին, պրոդյուսերներին, այն մարդկանց, ովքեր ընտրում են նրանց, որոնք ուզում են դեր ունենալ հայ մշակույթի զարգացման մեջ, բայց այդպես էլ դա ի կատար չի ածվում։ Դուք ձեր պապիկի մասնակցությամբ ֆիլմերը հաճախ եք դիտում, առաջին դասը, որ նրանից քաղել եք, ո՞րն է։ Նախ և առաջ ասեմ, որ ես բախտ եմ ունեցել Խորեն Աբրահամյանի հետ խաղալ Սունդուկյանի անվան թատրոնում։ Այն ժամանակ 4 տարեկան էի, իսկ ինչ վերաբերում է ֆիլմերին, ապա ասեմ, որ ամեն անգամ դիտում եմ Սարոյան եղբայրները, որից ես նախ և առաջ սովորում եմ, թե ինչպես լինել տղամարդ։ Եվ վերջում կա մի գեղարվեստական ֆիլմ, որի շրջանակներում առաջիկայում կտեսնենք ձեզ։ Դա գաղտնիք է։ Տեղեկացնենք, որ դերասան Արսեն Լևոնյանը ծնվել է 1989 թվականի մայիսի 29-ին Երևանում։ Դերասան էր Խորեն Աբրահամյանի թոռն է և Խորեն Լևոնյանի եղբայրը։ 4 տարեկան հասակից խաղացել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, սովորել է Երևանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 միջնակարգ դպրոցում 3 տարի, բնակվել և սովորել է Սանկտ Պետերբուրգում։ 2005-ից 2009 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։ Ուսանողական տարիներին խաղացել է մի շարք ներկայացումներում, հիմնականում Երևանի պետական համազգային Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոններում։ Նկարահանվել է ֆիլմերում, որոնցից են «Արտիստը», «Հայր մեր», «Ոչինչ չի մնա», «Գարեգին Նժդե»,
Հեռուստասերիալներից վեր կաց և Քայլիր, Մամա, Հարազատ թշնամի և մի շարք այլ սերիալներ։ Հանդես է եկել մենահամերգներով, վարել է Խորեն Աբրահամյանին նվիրված երեկոներ, մասնակցել է տարբեր հեռուստանախագծերի երգ-երգոց, երկու աստղ և այլն։ 2011-ից 2013 թվականներին աշխատել է Երևանի Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում որպես դերասան, խաղացել է Ֆիլումենա, Մարտուրանո, Հիշատակի աղոթք, Աբանամատ, Բադիվորսը և այլ ներկայացումներում։ Իսկ այժմ, ինչպես արդեն նշեցինք, «Ծով աչքերի պատճառով» հեռուստասերիալի դերասանական կազմում է, և սա առաջին համագործակցությունը չէ դերասանի և պրոդյուսեր Ելենա Արշակյանի։ Վերջին սերիալներում համարյա միշտ նկարահանվում է դերասանը, ինչպիսիք են «Մեր թաղի տղերքը» և այս վերջինը «Ծով աչքերի պատճառով»։